Դուք թուրքից մի վախեցեք, բայց թուրքի օգտագործած, թուրքի հավաքագրած հայ բոզից սարսափեք, հարգելի բարեկամներ։ Թուրքը այդքան վախենալու չէ, ինչքան թուրքի օգտագործած հայը, թուրքին ծառայող հայը։ Այսօր Թուրքիա է մեկնում Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետը, սա ոչ պաշտոնական այց է, ոչ էլ աշխատանքային այց է, ինչպես փորձում են ներկայացնել, սա մի այսպիսի տերմին կա, դիսպեչերական, սա սովորական դիսպեչերական է։ Դիսպեչերական է նշանակում այն ժողովը, երբ ղեկավարի մոտ հավաքվում են իր ստորաբաժանումների պատասխանատուները, որպեսզի զեկուցեն ընթացիկ աշխատանքների վերաբերյալ եւ ստանան նոր հանձնարարություններ։ Ահա Նիկոլի այցը, Նիկոլը գնացել է որպեսզի դիսպեչերականի մասնակցի Էրդողանի մոտ։ Նիկոլի հետ նաեւ այլ անձինք կգնան Թուրքիա, այլ ստորաբաժանումների պատասխանատուներ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2020 թվականի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայության նախկին պատասխանատու Միքայել Համբարձումյանը անուղղակիորեն մեղադրեց Նիկոլ Փաշինյանին արևմտյան պետությունների հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու մեջ, իսկ դրանից մեկ ամիս անց մեկ այլ Միքայել Համբարձումյանը ԱՀԱՑ նախին պատասխանատուն էր, մեկ այլ Միքայել Մինասյանը Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպանը արդեն մեղադրեց Արարատ Միրզյանին թուրքական հատուկ ծառայությունների գործակալը լինելու մեջ։ Այս ընթացքում նաև պետք է ասեմ, որ բազմաթիվ պաշտոնյաներ, բյուրոկրատական համակարգի ներկայացուցիչներ, քաղաքական համակարգի ներկայացուցիչներ այս վերջին տարիների ընթացքում վերապատրաստվել են, ուսում են ստացել Թուրքիայում, գիտեք, որևէ պետությունում ուսում ստանալը, որևէ պետությունում կրթություն ստանալը ամոթ բան չէ, բայց երբ որ դու քո կրթություն ստանալը զուգակցում ես հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու հետ, դա արդեն հանցագործություն է եւ նաեւ ցավով պիտի նշեմ, որ այս տարիների ընթացքում այս խայտարակությունը այդպես էլ պարլամենտում չբարձրացվեց, դաշնակ մաշնակները, եթե ինչ որ մի հարց լինի, բանման վառեն, Նիկոլ Դավաչյան գորալ իրենք առաջին շարքերում են, բայց այսպիսի կարևորագույն հարցերը նրանք չեն բարձրացնում։ Կրթվելը ամոթ չէ, բայց ելի եմ ասում, եւ դա ուղեկցվում է հավաքագրմամբ, դա ամոթ է եւ խայտարակություն է եւ դատելով այս մարդկանց գործունեությունից կարելի է ենթադրել, որ այս մարդիկ ոչ միայն կրթվել են, իսկ կրթվել են նորաձև է, այլ նաեւ հավաքագրվել են ժամանակակից Հայաստանում, հավաքագրվելը եւս նորաձև է, այնպես որ մի վախեցեք թուրքերից, մի վախեցեք որևէ թշնամուց, բայց թշնամուն ծառայող պաշտոնյաներից սարսափեք։